Շնորհակալ եմ, պարոն Ռուբինյան, պարոն Աղազարյան, ես մի քանի հարցեր ունեի, բայց ձեր ելույթի այն վերջի կտորով ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ տենց դուք հաստատեցիք կամ պնդեցիք, որ դուք այսօր այստեղ չեք նստած ձեր կարծիքի համար, որ դուք ինչ-որ բաների դեմ եք գնացել։ Ես ճանաչելով ձեզ գիտեմ, որ դուք ուղղախոս եք։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Կարող եք ասել, օրինակ, այսում խոսքերն են արված մոտավորապես ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ։ Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք։ Իմ խոսքերն են։ Չեմ հրաժարվում։ Եվ ասացի, որ չեմ հրաժարվում, պարոն Գաբրիելյան, բայց այն բանից հետո, որ դուք ինձ հեռացրեցիք կուսակցությունից, արդեն դուք ամենալավը չեք։ Եվ շատ վատն եք։ Բայց իմ խոսքերն են։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, այդ խոսքը շարունակություն ուներ, Նիկոլ Փաշինյանը պետք է հավերժ պաշտոնավարի։ Հիմա տեսեք, էդի այդ օրը չի եղել, Պարոն Աղազարյան, թողեք ավարտի հարցը։ Պարոն Աղազարյան, թողեք ավարտի հարցը։ Դա եղել է 2021 թվականի արտահերթ խորհրդանական ընտրություններից առաջ, այո, որպես միակ կամ եզակի իմ դիմացողներից, որ չէի ուզում, որ գնայինք արտահերթ ընտրությունների, արել եք այդպիսի արտահայտություն։ Ինչևէ, հիմա եթե մենք լավ իշխանությունն ենք, այդ մոտավորապես անցյալ տարվա հոկտեմբերի կողմերն էր։ Ձեր ընտրած դատախազն է, ձեր քվեարկած քրեական դատավարության օրենսգիրքն է, ձեր ընտրած դատավորներն են, այն որ լավ իշխանություն էինք ամենալավ, այդ ժամանակ եք քվեարկել եւ ընտրել։ Հիմա ինչ խնդիր ունեք, որ օրինակ այդ թվում դուք գնաք եւ կողմ քվեարկեք, որ այդ ձեր ամենալավ իշխանության ներկայացուցիչները գործը շարունակեն։ Շնորհակալություն։ Խնդիր ունեմ, որ ձեր նման լուսավոր երիտասարդները հանդուրժում են վարչապետի հետևյալ խոսքերը։ Դա Կարեն Անդրեասյանը չի իր կամքով հեռացել պաշտոնից, ես եմ իրեն հորդորել, այսինքն ասել, որ ինքը հեռանա պաշտոնից։ Դա ամենասարսափելի իրողությունն է, որ դուք հանդուրժում եք, պարոն Գաբրիելյան, եւ այստեղ արդեն ավարտվել է Նիկոլ Փաշինյան այն մարդը, որ ես ճանաչել եմ, որ լսելու ընդունակություններ եւ այլ, եւ ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը։ Մեր երկրի համար ավտորիտարիզմը կործանարար է։ Շնորհակալություն, հանուն արդարության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել, որ Կարեն Անդրեասյանը իր կամքով չի հեռացել ԲԴԽ նախագահի պաշտոնից, դե լավ չի, էլի պետք է ճիշտն ասել։ Եվ հիմա Գեգամ Մանուկյանը հարց կուղի ձեզ, եւս մեկ լուսավոր երիտասարդ, համեցեք, պարոն Մանուկյան։ Երիտասարդը դուք եք,